Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Իր ընդհանուր անգամ համընդհանուր ճանաչվածությամբ ստեղծագործությունների քանակով եւ որակով մեր հայրենակիցը գեղարվեստի պատմության մեջ համարվում է որպես բացառիկ երևույթ եւ տակավին երիտասարդ հասակից նա համարվել է եւ այժմ էլ Փառքասու համարվում է որպես համաշխարհային ծովանկարչության մեջ հավասարը չունեցող ծովանկարիչ։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է Հովհաննես Այվազովսկուն։ Մեր հաղորդման հյուրերն են Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան, արվեստագիտության տեխնացու դոցենտ Արա Հակոբյանը եւ Հայաստանի ազգային պատկերասրահի գիտաշխատող Քրիստինե Սարգսյանը։ Բարի գալուս հարգելի բարեկամներ, շնորհակալություն հավերել ընդունելու համար։ Այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Այվազովսկու կյանքի եւ գործունեությանը եւ շարունակենք մեր հաղորդումը։ Աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին հուլիսի 17-ին Ղրիմի Թեոդոսիա քաղաքում։ Սովորել է տեղի հայկական ծխական դպրոցում, հետո Սիմֆերոպոլի ռուսական գիմնազիայում, այնուհետև Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։ Շրջագայել է Եվրոպայում, նաև Սուրբ Ղազար կղզում։ Ունեցել ցուցահանդեսներ, արժանացել համընդհանուր ճանաչման։ 1845 թվականից բնակվել է Թեոդոսիայում։ 1844 թվականից եղել է Ռուսաստանի ծովային գլխավոր շտաբի գեղանկարիչ։ 1869 թվականին Թիֆլիսում բացել է հայ իրականության մեջ առաջին գեղանկարչական ցուցահանդեսը։ Հիմնել է Թեոդոսիայի պատկերասրահը։ 1890-ական թվերի հայկական կոտորածներից հետո ծովն է շպրտել թուրքական սուլթաններից ստացած պարգևները, ստեղծել կոտորածներն արտացոլող նկարներ, նյութապես օգնել Ղրիմում ապաստանած հայ գաղթականներին։ Մահացել է 1900 թվականի մայիսի 5-ին Թեոդոսիայում։ Թաղված է տեղի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ Այվազովսկին Ռուսաստանի, Հռոմի, Փարիզի, Ֆլորենցիայի, Շտուտգարտի, Ամստերդամի գեղարվեստական ակադեմիաների պատվավոր անդամ է։ Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, իսկական գաղտնի խորհրդական, կայսերական ակադեմիայի անդամ։ Եղել է Ղրիմի հայկական գաղթօջախի հովանավորը, ստեղծել է շուրջ 6000 կտավ, հիմնականում ծովանկարներ, ունեցել 125 ցուցահանդես։ Գեղանկարչության մեջ առաջին անգամ պատկերել է հայկական բնությունը, Արարատը, Սևանալիճը, ստեղծել Աստվածաշնչի ու հայոց պատմության կարևոր իրադարձություններին նվիրված գործեր։ Նկարները պահվում են աշխարհի նշանավոր թանգարաններում։ Պարգևատրվել է բազմաթիվ երկրների բարձրագույն շքանշաններով։ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում նրա անունով անվանակոչված են փողոցներ, տեղադրված հուշարձաններ, ԽՍՀՄ-ում թողարկվել են նամականիշներ։ Պարոն Հակոբյան, Այվազովսկին անշուշտ համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ ծովանկարիչներից մեկը, եթե ոչ չասենք ամենամեծը կամ ամենահայտնին, դա ամենևին էլ ազգային սնապարտություն չի լինի։ Այդ առումով որն է նրան զբաղեցրած այդ բացառիկ տեղը ընդհանուր համաշխարհային ծովանկարչության մեջ։ Իրոք, Այվազովսկին հանճար է։ Այվազովսկի մեծությունը եվրոպական չափորոշիչներով։ Բավական է հիշել, որ Հովհաննես Այվազովսկին դեռ երիտասարդական տարիքում գրավեց ոչ Եվրոպայի, Ռուսաստանի եւ Ամերիկայի ուշադրությունը։ Միայն այն փաստը, որ 24-ամյա երիտասարդը հանճարեղ ծովանկարիչը ստեղծեց իր գլուխ գործոցը քաոսը, դա արդեն բավական է։ Չխոսենք ամեն դեպքում գոնե 33-ամյա Այվազովսկու ստեղծած 9-րդ ալիքի մասին։ Այվազովսկին միջ այսօր ուսումնասիրվում է։ Այվազովսկին պետք է մենք դասենք 3 չափորոշիչներով։ Առաջինը համար առաջին հանճարեղ ծովանկարիչ, երկրորդը որպես հասարակական գործիչ եւ երրորդը որպես արժանի հայորդի։ Ինչ վերաբերում իր ծովանկարներին, դեռ դպրոցական դասագրքերից մեզ ծանոթ է, որ Այվազովսկին ստեղծել է 6000 աշխատանք։ Դա արդեն ահռելի թիվ է, 6000։ Դա հսկայական թիվ է նկարչի համար, եթե մենք հիշենք, որ այս մի այլ նկարիչ, օրինակի համար Ռուբենսին, որը նույնպես բավականին շատ է ստեղծագործել, ապա պետք է այս պարագան շեշտենք, որ մյուս նկարիչները ունեցել են աշակերտներ, իսկ Այվազովսկին աշակերտներ չի ունեցել եւ ստեղծել է միայն ինքը իր ուժերով։ Դա բավականին մեծ թիվ է, այն էլ, եթե շեշտենք իր աշխատանքների չափերը, դրանք մեծաչափ աշխատանքներ են, որոնք Դա գումարած նրա հասարակական ակտիվ գործունեություն, այսինքն զբաղված էր նաեւ հասարակական, բարեգործական տարբեր աշխատանքներով։ Այո, դրան զուգահեռ ուղղակի մարդու երևակայության մեջ չի կարող տեղավորել, ոնց կարող է մարդը կարողանա այդ ամենը անել կատարյալ։ Եվ սանում էլ կայանում է Այվազովսկու մեծությունը։ Սանում է Ասում են գերազանց
հիշողություն է ունեցել, տեսողական հիշողություն, տեսել է եւ անգամ մի ամիս, երկու ամիս հետո այդ տեսածով այդ պատկերը նկարել է։ Նրա տեսողական հիշողությունը իրոք գերազանց է եղել, սակայն վերջերս մենք արդեն անդրադառնում ենք այն թեմաներին, որ Այվազովսկին նաև ստեղծել է պլեներային բնույթի աշխատանքներ, այսինքն բացօթյա աշխատանքներ, որ ոչ միայն կանգնել է ծովի առջև նայել եւ տպավորվել ծովից, եկել այն փոխանցել կտավին, այլ նաև էտյուդներ է արել բացօթյա աշխատանքներ արել հենց դրսում։ Սա նոր փաստ է եւ պետք է հիշատակել թե իր ազդեցությունը բարբիզոնցիների եւ իմպրեսիոնիստների Գարեգին Քոթանջյանի եւ մյուս հեղինակների, որոնք անդրադառնում են Այվազովսկին ինչքան էլ ուսումնասիրված է, սակայն անընդհատ նոր շերտեր են, նոր մանրամասնություններ են հայտնաբերվում։ Իրավացեք, որովհետեւ այդ բեղուն արվեստագետը, բեղուն հասարակական գործիչը այնքան է արել թե մեր ազգի համար, եւ թե Ռուսաստանի, եւ թե հասարակայնության ընդհանուր առումով, անգամ հույների համար, որ միջ այսօր նոր փաստերը հայտնաբերվում եւ պետք է դեռ Այվազովսկուն շատ ուսումնասիրենք եւ նորից ներկայացնենք հանրությանը։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան։ Տիկին Սարգսյան, աշխարհի բոլոր թանգարանները, պատկերասրահները իրենց համար մեծ պատիվ են համարում ունենալ եւ ցուցադրել Այվազովսկու որևիցե կտավ։ Եվ մեր Հայաստանի ազգային պատկերասրահը կարծեմ նույնպես ունի բավականին հարուստ հավաքածու, չէ՞ Այվազովսկու։ Այո, դուք իրավացի եք։ Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցադրվում են Այվազովսկու հանճարեղ աշխատանքներից, նույն իջնում է Արատից, Բայրոնի այցը Մխիթարյաններին, Նիագարայի ջրվեժը, Դրանք մշտապես ցուցադրվում են։ Այո, մշտապես ցուցադրվում են եւ այլ հայտնի աշխատանքներ։ Նշեմ նաև, որ այս տարի սեպտեմբերի 14-ին ցուցահանդես ենք ունենալու նվիրված Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին, իսկ սեպտեմբերի 15-ից 16-ը գիտաժողով է լինելու այդ ցուցահանդեսի շրջանակներում։ Այսինքն հիմա արդեն այժմանից պատկերասրահը իր աշխատակիցները անձամբ արդեն նախապատրաստում եք, այո, որպեսզի այդ արժանի կերպով նշվի։ Որ Մխիթարյան միաբանությունից բերվելու է քաոս կտավը, որպեսզի ցուցադրվի Հայաստանի ազգային պատկերասրահում։ Այդ ձեր իշտակայից այդ քաոս։ Այսինքն մեր հայրենակիցները սեպտեմբերի 14-ին ցուցահանդեսի բացումն է։ Քաոս կտավի կապակցությամբ հիշում եմ, որ Գրիգոր հիշատակում եմ, որ Գրիգոր 16-րդ պապը, Հռոմի պապը, այդ աշխատանքը տեսնելուց հետո Այվազովսկուն շնորհել է ոսկե մեդալ։ Իսկ Նիկոլայ Գոգոլը գրել է, որ քո քաոս առաջացեց Վատիկանում։ 24-ամյա երիտասարդին այդ խոսքերը, այդ շռայլանքները դա արդեն հանճարի լիարժեք ապացույց։ Դե առավելևս պետք է շնորհակալ լինենք, որ Հայաստանի ազգային պատկերասրահը նման մեծ հանդես ցուցադրություն է կազմակերպել, պետք է կազմակերպի եւ իհարկե քաոսի նման այդ հանրահայտ շակավոր կտավն էլ հնարավորություն կունենանք բոլորս տեսնելու։ Պատկերասրահը ուրիշ ինչ աշխատանքներ է կատարում այդ ուղղությամբ։ Կարծեմ դուք եք գնացել, չէ՞, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում։ 2016 թվականի նոյեմբերի 10-ից 11-ը գիտաժողով եղավ Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահում։ Այնտեղ էլ ունեն Այվազովսկու կտավներից։ Այո, այնտեղ էլ հսկայական ցուցադրություն էին կազմակերպել, բերված աշխատանքներ աշխարհի տարբեր թանգարաններից, ինչպես նաև Հայաստանի ազգային պատկերասրահի աշխատանքները եւս մասնակցում էին այդ ցուցահանդեսին։ Եվ ցուցահանդեսը ավարտվեց գիտաժողովով, որին մասնակցում էի ես Հայաստանի ազգային պատկերասրահի կողմից։ Այսինքն մեր հայրենակցի վաստակը այո, ու ներկայացնում էի ստարժանվույն ներկայացրել եք։ Իհարկե, ու ներկայացնում էի անվանի հայերի դիմանկարները Հովհաննես Այվազովսկու արվեստում։ Այդ զեկուցումով եմ հանդես եկել։ Այդ հարցին կանդրադառնանք, փաստորեն, պարոն Հակոբյան, դուրս է գալիս, որ մասնավորապես ռուսները Այվազովսկու այդ հոբելյանական Հոբելյանի նշումը ավելի վաղ են սկսել եւ ավելի ակտիվ։ Այդ առումով շուտով լրանում է մեր անվանի այդ համաշխարհային հռչակ ունեցող հայրենակցի ծննդյան 200-ամյակը։ Մեր երկրում Հայաստան Հանրապետությունում թե արվեստագետները, թե ընդհանրապես պատկերասրահի ծրագրերը արդեն Տիկին Սարգսյանը ծանոթացրեց, ինչ է կատարվում կամ ինչ է նախատեսվում անել։ Նախ ինչ վերաբերում է Տրետյակովյան պատկերասրահին, ապա սա ծրագրային հարց էր, որ նրանք 1 տարի շուտ սկսեցին 2016 թվականին եւ ռեկորդային հանդիսատես ունեցան այցելուներ 600,000 այցելու։ Ձեր նշածին 600,000 այցելու եկել։ Այո, դա ֆանտաստիկ թիվ է, անգամ Մոսկվայի նման մեծ քաղաքի համար։ Այսինքն 200 տարի հետո Այվազովսկու նկատմամբ հետաքրքրությունը բավականին աշխուժ է, 600,000-ը նու եթե չնասկանում 1 միլիարդ կդառնա։ Այո։
Այդ միջոցառումներին նաև հրատարակվեց Այվազովսկու մի շքեղ պատկերագիրք Գալինա Չուրակի հեղինակությամբ, նաև երկու հանդես, այսպես պատկերազարդ հանդես Տրիցակովյան պատկերասրահ, եթե չեմ սխալվում, ներվեց Այվազովսկու 200-ամյակին։ Փաստորեն ռուսները բավականին մեծ գործ արեցին։ Դրան էլ ավելացնեմ, որ Կներեք, պարոն Հակոբյան, դե ռուսները Այվազովսկուն համարում են իրենցը ռուս նկարիչ։ շատ դեպքերում շատ է հիշատակում ռուս ծովանկարիչ, իրենց հոգեարազատ են համարում։ Իհարկե, ճշմարտություն կա, Այվազովսկին ռուս նկարիչ է, ռուս ծովանկարիչ է, բայց միայն այդ կոնտեքստում Այվազովսկուն նայելը դա դեռ սխալ է։ Որովհետև Այվազովսկին ունի մեր Քրիստինան Աղսես նշեց, որ բազմաթիվ հայկական թեմաներով նկարիչ։ Այվազովսկունը մենք համարում ենք մեր հայրենակի ծպարտանում եւ ինչ ենք անելու 200-ամյակը նշելու։ Այդ ինչ ենք անելու։ Ազգային պատկերասրահը կազմակերպում է գիտաժողով, կազմակերպել է ցուցադրություն եւ Քրիստինան Աղսես քաոսը բերում է։ Գիտությունների ազգային արվեստի ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտը կազմակերպել նույնպես գիտաժողով։ Վերջերս Շահեն Խաչատրյանի Այվազովսկու քաչ գիտակի կողմից հրատարակվեց Հովհաննես Այվազյան պատկերագիրքը եւ առաջի դեպքն որ Այվազյան ներկայացվեց Այվազովսկին էլ է յետասար շրջանում, ինչեւ այդ Այվազյան ստորագրել, չէ, Հովհաննես Այո, կտավներ ունի, որ ստորագրել է Հովհաննես Այվազյան։ Խամայցանում էլ է, ծնունդը գրանցված է որպես Հովհաննես Այվազյան։ Միջոցառումներ կլինեն։ Ցավոք, ես կուզեի այս միջոցառումները փոքր-ինչ ավելի ընդհանրական եւ ավելի միջազգային բնույթ կրեին։ Իհարկե սա կապված է նաեւ գումարներից։ Մենք այդ ամենը հասկանում ենք եւ միգուցե ամեն ցանկություն հնարավոր չի իրականացնել, բայց պետք է պետական հովանավորություն։ Պետական հովանավորություն, քանի որ մեր ժողովուրդը, մեր հանրությունը պետք է ըմբռնի եւ հասկանա, որ եթե մենք, ինչպես ռուսները, կարողանում ենք աճուրդներում գնել Այվազովսկ եւ բերել հայրենիք Ռուսաստան, այնպես էլ մենք պետք է կարողանանք մեր մեծարուսները աճուրդների մասնակցել եւ Այվազովսկու այս շքեղ գոհարները վերադարձնել մայր հայրենիք։ Մեր հարևան, մեր ողերիմ հարևանները, ովքեր մշակույթ չունեն, սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբեր բարձր ամբիոններում իրենց չեղած մշակույթն են կարողանում ինչ ճանապարհներով առաջ տանել եւ ոչ մի ծովանկարիչ ես համոզված եմ նրանք անգամ չունեն։ Պատկերացնում եք Այվազովսկին լիներ ծնունդով կամ ծագումով իրենցից ինչ կանեին ամբողջ աշխարհում։ Այդ տեսեք մեր ձեր ասած հարևանը այսօր իր նախագահ Էրդողանը ամեն պաշտոնական հանդիպումը այստեղ խոսքը գնում է Թուրքիայի մասին, իրենց պաշտոնական հանդիպումները անց են կացնում Այվազովսկ կտավների ներքո, պրոպագանդելով Այվազովսկուն ոչ թե միայն թուրք նկարիչ, այլ պորսի նկարիչ, եւ դա մեծ գումարներ է դրա վրա դրված եւ ցավոք կարողանում են շատ օտար երկրներում համոզել, որ Այվազովսկին իրոք հայ է կամ ռուս է, բայց նա պորսի նկարիչ է։ Եթե մենք մերինին, մեր հայրենակցին, ինչպես հարկն է, չեն կարողանում քարոզել եւ առաջ տանել, օտարները կամ մեր թշնամիները պետք է անեն։ Տեգին Սարգսյան, հայկական թեմատիկան Այվազովսկու արվեստում թե քանակի, ինչու՞ չէ նաև որակի, դուք ասացիք Նոյի իջնում է Արարատից, առանձնակի տեղ է զբաղեցնում։ Ինչպես դիմանկարների, այնպես էլ բնության պատկերների եւ ձեր սեղանի տեսնում այդ մի քանի նկարների այդ պատճենները Կխնդրեի խոսելուց մեր հրստատիտողներին ցույց տաք։ Իր արվեստում Այվազովսկին բազմիցս անդրադարձել է հայկական թեմային, իր ժողովրդին, ինչի արդյունքում ստեղծել է նշանավոր հայերի դիմանկարներ, որոնցից են վիցե-ադմիրալ Միխայել Պետրովիչ Լազարևի դիմանկարը, Լազարև Լազարյանը, այո, որ իմանավոր Նոր հայ է, Նախիջևանի քաղաքագլուխ Հարություն Խալիբյանի դիմանկարը, իր եղբոր arczepiskopos Գաբրիել Այվազովսկու դիմանկարը, հայազգի գեներալ Լորիս Մելիքովի դիմանկարը, Ռուսաստանի դիկտատոր, այո, հայերով իհարկե, հենց սա է, որ հայը հային պետք է աջակցի ըստ ամենայնի։ ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան հայրիկի դիմանկարը, նշեմ նաև, որ անհատական դիմանկարներից բացի ստեղծել է նաև խմբակային դիմանկարներ, որոնց վառ օրինակներից են Մխիթարյան հայրերը Սուրբ Ղազար կղզում եւ Բայրոնի այցը Մխիթարյաններին Սուրբ Ղազար կղզում կտավները։ Առանձնակի ուշադրության են արժանի հայ սրբերին ներկայացնող պատկերները Գրիգոր Լուսավորիչ եւ Վարդան Մամիկոնյան։ Ինչպես նաև իր արվեստում, ինչպես նշեցինք, բազմիցս անդրադարձել է բիբլիական Արարատի եւ Սևանա լճի պատկերմանը, որոնցից են Նոյն իջնում է Արարատից, Արարատ Քարավան,
Արաքս գետը եւ Արարատը եւ Այսինքն Արարատ Սարա, Արարատ դերը, Սրբազան, Այվազովսկու մոտ առանձնակի եւ Սևանան տեղ ունի։ Եվ զարմանալին այն է, որ երբևէ չլինելով հայրենիքում ու չտեսնելով հայկական այդ գոհարները, ինչպես է կարողացել այդպես հմտորեն ու վեհ կերպով ներկայացնել իր կտավներում։ Այսինքն այս ամենը ոչ միայն զուտ այն պատճառը, որ նա ծագումով հայ է, նաև իր արվեստում արտացոլելով հայ իրականություն, հայոց պատմությունը, մշակույթը, նա իր հոգու պարտքն է համարել։ Այո։ Եվ արվեստով եւս հավաստելու եւ ապացուցելու, որ ինքը հայ է եւ հպարտանալու դրանով։ Քրիստինայի ցույց տված նկարները ինձ հուշեցին, որ պետք է մենք փոքր ակնարկ կատարենք Հովհաննես Այվազովսկու եղբոր Գաբրիել Այվազյանի մասին, որը մեծ մտավորական է եղել, անգամ դարձել արքեպիսկոպոս, երկար տարիներ խմբագրել բազմավեպ հանդեսը, ստեղծել, հիմնադրել եւ խմբագիրն է եղել Մասյաց աղավնի հանդեսի սկզբում Փարիզում, Սակայն եւի իր անվանի եղբոր այդ ստվերում է մնացել, շուքի ստվերում, այնքան էլ տարբեր բնակավարներ են, տարբեր բնակավարներ են, բայց ամեն դեպքում համաշխարհայինը դա Հովհաննես Այվազովսկին է։ Պարոն Հակոբյան, ձեր սեղանին այս հիմնարար աշխատանքն է հայազգի ծովանկարիչներ։ Խնդրում եմ մեր հրստատի տողներին ցույց տվեք եւ իհարկե համոզված եմ այս ստվարածավալ աշխատանքում աշխատանքը Կարմիր մեխի պես կամ հիմնական հերոսը կերպարը հենց մեր Հովհաննես Այվազովսկին Այվազյանն է։ անխոսք։ Ի պատիվ հայկական պետական մանկավարժական համալսարանի լույս տեսավ այս, ինչպես դուք ասեցիք, ստվարածավալ հատորը։ Խմբագիրներ արվեստակցության դոկտոր պրոֆեսոր Վիգեն Ղազարյանի եւ պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ռուբեն Միրզախարյանի ջանքերով։ Մինչ այսօր հայ ծովանկարչության, հայազգի ծովանկարչության բազմաթիվ հոդվածների ուսումնասիրությունների կողքին չկար ամփոփ մի աշխատանք։ Եւ ահա այսպես ինքնագովազդ չդառնա, բայց այսօր քանի հայ ծովանկարիչ ենք ունեցել կամ ձեր գրքում քանի հոգի են արտացոլել։ Այս գրքում հիմնականում նշում ենք Հովհաննես Այվազովսկուն որպես Պարզ է։ գետ եւ իր աշակերտներ Մկրտիչ Ճիվանյանին, Էմանուել Մաղթեսյանին։ Ֆրանսիան ստեղծագործած նկարիչներ Արսեն Շաբանյան, Վարդան Մախոխյան եւ Կարապետ Ադամյան։ Դրանը գումարում ենք հայազգի համաշխարհային ճանաչում ունեցող ծագումով հայ Ֆելիքս Զիմին, որը նորույթ է եւ այստեղ պատշաճ ներկայացնում ենք։ Դա ինչի արդյունք պարոն Հակոբյան։ Բոլորս երբ ասում ենք ծովանկարիչ, գիտենք միայն Հովհաննես Այվազովսկի։ Մինչդեռ ճիշտ է վաստակով եւ տաղանդով իհարկե ոչ նրան հավասար, սակայն իրենց որոշակի կշիռ ունեցող տասնյակներով շուրջ 100-ի հասնում է մեր հայ ծովանկարիչների թիվը։ Այս գրքի 4-րդ եզրափակիչ գլուխը նվիրված է Պոլսում եւ Եվրոպայում ստեղծագործած այն ծովանկարիչներին կամ այն գեղանկարիչներին, ավելի ճիշտ կլինի այդպես ասել, որոնց հիմնական կորիզը եղել է ծովանկարը։ Մենք գիտենք, որ Բոսֆորի ափում ապրող նկարիչը չէր կարող զմալվել այդ գեղեցիկ տեսանը եւ ուզեց չուզենա նա պետք է անդրադառնար ծովանկարին։ Եվ ահա Կամ Սևանում Վանում մեկ անգամ եղած նկարիչը պետք է Սևանում Վան նկարել իհարկե։ Պանոս Թերեզյան, Գևորգ Բաշինջարյան, Սեթրակ Արաքելյան եւ ինչն է հետաքրքիր, որ 18-19-րդ դարում միջ 20-րդ դարի առաջի կեսը Պոլսում ստեղծագործած եւ մեծ ճանաչում հռչակի հասած նկարիչները դրանք հայազգի նկարիչներ են։ Այստեղ մենք ակնարկ են կատարում եւ անդրադառնում ենք այդ նկարիչներին, որը կարծում եմ պետք է ճանաչելի դարձնի իրենց։ Պարոն Հակոբյան, միտք եկավ, երևի մի քանի 100 տարի է, որ ծով չունենք, սակայն աշխարհարշակ ծովանկարիչներ ունենք, սա գուցե գեներով այդ ծովանկարիչների մեջ է դրսևորվել, դեպ ծովից ծով Հայաստանի ժամանակվանից եղած այդ գեները փոխանցվել է եւ գնաց կերպարվեստում արտահայտվել։ Շատ ճիշտ եք նկատում։ Գիտեք, ծովից զուրկ Հայաստանը ավելի շատ ծովանկարիչներ ունեցավ, քան թե մեր հարևան որևէ մի երկրի ներկայացուցիչներ։ Եվ ինչ թե հետաքրքիր, միգուցե դա գալիս է մեր ցամաքային, ժառային կլիմայից, միգուցե դալիս է գենոֆոնդից, բայց ամեն դեպքում, որ բավական է հիշել մեր միջնադարյան բանաստեղծությունները, որտեղ անդրադառնում են ծովին, բավական է հիշել Գրիգոր Նարեկացուն,
որը նույնպես ունի տողեր ծովին անդրադարձած։ Մենք պետք է հիշենք, որ անգամ հելենիստական շրջանում մեր թվականի 3-րդ դարում ստեղծվեց Գառնու տաճարը եւ իր շրջակայքում գտնվող Բաղնիքի խճանկար հատակը, որտեղ ծովը խորհրդաշմը կինը, օվկիանոսը տղամարդ է։ Մեր միջնադարյան ձեռագիր մածաններում տեղ գտած թե աստվածաշնչյան, թե ավետարանական թեմաները։ Ծովային տարերքը մեր հայրից մեջ շատ ամուր հիմքեր ունի հազարամյակներ շարունակ։ Եվ այդ հիմքերը փոխանցվում են Այվազովսկու թորներով։ Այվազովսկին ամուսնացել էր 2 անգամ, առաջինը Անգլիայի հյուրընկալիչն էր, երկրորդը հայուհի Աննա Բուրնազյանը։ Ահա Անգլիուց նա ունեցավ 4 աղջիկ, որոնք էլ պարգևեցին Այվազովսկուն թորներ, որոնցից 4-ը զբաղվում էին նկարչությամբ, 3-ը պրոֆեսիոնալ նկարիչներ, դա Միխայել Լատրին, Կոստանտին Արցյոլովը եւ Հանզելը։ Իսկ այժմ մեր հանրապետությունում ծովանկարիչներ կան կամ ծովային թեմայով, թեմատիկով նկարողներ։ Այո, Այվազովսկու ավանդները շարունակողներ։ Այվազովսկու ավանդները շարունակող չեմ կարող այդ հարցին պատասխանել փոքրիչ գրկուն հասկացություն է, բայց ծովը միշտ հուզել է բոլոր արվեստագետներին եւ այսօր մենք հանդիպում ենք նկարիչներ, որոնք ծովանկարն են ադամ, լինի դա Սևանի տեսքով կամ գետերի տեսքով, ջրի։ Շնորհակալություն։ Տիկին Սարգսյան, ներկայացրեցիք Այվազովսկու հայկական թեմատիկայով ստեղծագործությունները եւ խոսք գնաց, որ Այվազովսկին մեծ նկարիչ, գործիչ քաղաքացի լինելուց զատ առաջներթին կամ այդ ամենի զուգահեռ նա հայ էր։ Այո, նշանավոր հայորդի հայրենասեր։ Խնդրում եմ մեր Այվազովսկուն ներկայացրեք որպես հենց հայ, որպես հայորդի։ Ինչպես գիտենք, 1894-ից 96 թվականներին Աբդուլհամիդ Սուլթանի կողմից կազմակերպվում են հայերի մասսայական կոտորածներ։ Լսելով այդ լուրը, Այվազովսկին խորապես ազդվում եւ ցնցվում է։ Նա 4 անգամ եղել է Կոստանդնուպոլսում, հյուրընկալվել Արքունի հայ ճարտարապետ Սարգիս Պալյանի Քուրուչեշմեի արհեստական կղզյակի տանը, բազմաթիվ նկարներ է նվիրել թուրք սուլթաններին եւ արժանացել բարձրաստիճան շքանշանների, ինչպիսին են Օսմանիե, Մեջիդիե, Նիշան Ալի։ Դա Օսմանյան կաթողիկոսության բարձրագույն շքանշաններն են։ Այո։ Եվ լսելով հայերի մասին կոտորածների լուրը, նա բոլոր օսմանյան շքանշանները կապում է իր շանվզին, նստում է նավակ եւ գնում ծովի մեջտեղը եւ հանրության առջեւ Բողոքի ազդու եւ յուրօրինակ ձև, իհարկե։ Եվ հանրության առջեւ բոլոր շքանշանները նետում է ջուրը։ Նշեմ նաեւ, որ ունի կտավներ նվիրված հենց հայերի կոտորածներին։ Հայերի ջարդը Տրապիզոնում։ Այս աշխատանքներում նա արտահայտել է իր ցավը ու վիշտը հայ ժողովրդի։ Այսինքն դրանով կարևորը նաեւ որ դա մի շարքային քաղաքացի չէր այդ բողոքը իր ցասումը եւ այդ բողոքի ձայնը բարձրացնում աշխարհարչակ մի մարդ աշխարհով ողջ աշխարհով ճանաչված եւ նրա այդ հերինակավոր խոսքը Տիկին Սարգսյան ավելի ազդու նշանակություն եւ դեր կունենար։ Այո։ Նկարներից բացի կարծեմ նաեւ օգնել է գաղթականներին, չէ՞։ Այո, իր Թեոդոսիա իր տանը ապաստան է տվել ջարդից մազապուրց եղած բազմաթիվ հայ ընտանիքների։ Վերադառնալով առաջին խոսքից, եթե լրացնելու բան եք, պարոն Հակոբյան, նույնպես հուշում եք ձեր ցույցադրած նկարները, այդ Մարմարյա ծովը հայերին նետում, եթե կարելի է ցույց տալ։ Այս աշխատանքը, որ երկար ժամանակ Բեյրութում էր գտնվում, հիմա հաջորդի է դրվել Ֆրանսիայում։ Ինչու մեր կոչ չանենք, մեր մեծարուստներին գնեք, բերեք Հայաստան։ Պարոն Հակոբյան, հենց հերոստանգերության տաղավարից կոչ կանենք մեր այն հայրենակիցներին, ովքեր ֆինանսական հարություն ունեն եւ իրենց պարտքը կատարեն Այվազովսկու ասկատավը գնել, հայրենադարձնել այս նկարը եւ իրապահով տեղը հանգրվանը գտնի Հայաստանի ազգային պատկերասրահում։ Հայրենանավեր գործը կլինի, կարծում եմ։ Հարգելի բարեկամներ, թույլ տվեք եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել հաղորդմանը մասնակցելու ձեր պատրաստակամության համար։ Համոզված ենք, որ մեր ժողովուրդը, մեր հայրենակիցները համաժողովրդական եւ համապետական ձևով այս տարի հանդիսավոր կնշենք համաշխարհային համբավի արժանացած Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը։ Մեր ազգային պատկերասրահին մաղթենք հաջողություններ, ինչպես այդ ցուցադրության, այնպես թարապես հետագա ողջ աշխատանքներում եւ մեր արվեստագետներին էլ, որպեսի ընթերցողներին, սեղանին մշտապես հրամցվի նորանոր աշխատություններ մեր հայ արվեստը գովերքող եւ արժանի ձևով գնահատող։ Հարգելի հեռուստադիտողներ, Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր Հովհաննես Այվազովսկուն։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։